Մեկ անգամ մի Աստծո օծյալ ինձ մի բան սովորացրեց։ Սա շատ լավ դասակ է համար։ Ասեց դու ո՞նց ես աղոթում։ Ասեցի դե աղոթում եմ լեզուներով, աղոթում եմ սենց։ Ասեցի դու լռության աղոթում ես։ Ես առաջի անգամ չհասկացա, երբ որ գնացի Հելսինկի, Ֆինլանդիա մեր դա, մեկ ինձ ասեց եկեղեցիները հավաքվել մի հատ տաճար են սարքել, կոչվում է լռության տաճար։ Ես մի անգամից գնացի ու սենց սկզբից ասում դու այստեղ իրավունք չունես խոսալու, բոլորը լուր նստած էին։ Ինձ համար մի նոր բան էր։ Գիտեք, շատ անգամ մենք լռել չգիտենք, միայն խոսալ գիտենք։ Մենք խոսում ենք Տեր Աստված տուր, խնդրում ենք, լեզուներով աղոթում ենք, Տեր Աստված տուր, հենց Աստված ուզում է խոսա, ասում ենք ամեն ու գնում ենք։ Ես ես մի բան սովորեցի, հələ փորձեք։ Ես մեկ-մեկ գիտեք ինչ աթոռս վերցնում եմ, գնում եմ մի հատ բնության մեջ մի բանի նայում եմ, երկար ասում իմը լուսնեն ասում, կնոջս ասում եմ, այսօր գնում եմ Աստծո հետ լինելու։ Աղոթում եմ, խոսում եմ, բայց նստած նայում եմ գեղեցիկ այդ բնությանը ու սկսում եմ մտածել։ Ու գիտեք ինչ, Տերը սկսում է խոսել։ Ես այսօր դուք ամեն ձևի աղոթներ գիտեք, բայց ես սովորացնում եմ լռության աղոթ, որը գալիս է այստեղից։ Տերը հոգուդ մեջից խոսալու այստեղի հետ։